Ուրեմն մենք էլ ենք անակնկալ եկել, որովհետև երեկոյան ընդամենը ազգային ժողովի կայքեջում տեղադրվեց խորհրդի նիստի օրակարգի մասին ծանուցում, այն մասին, որ խորհուրդը այսօր առավոտ ժամը 11-ին հրավիրում է նիստ քննարկելու համար պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ ազգային ժողովի նիստ հրավիրելու հարցը օրակարգում ընտրական օրենսգիրքը գրքի փոփոխությունը։ Սա հերթական անգամ իշխանության լկտի եւ զորբապահվածքի օրինակներից մեկն է։ Ոչ միայն նիստի նման հրատապությամբ նիստ հրավիրելու, առանց նախապես ծանուցելու, նախագիծը առանց նախապես գոնե ողջամիտ ժամկետ տրամադրելու մասով, որտեղ եթե դուք ուշադիր նայում եք, նախագիծը նաև 3 է շրջանառության մեջ դրվել։ Այսինքն դրվել է արագ նույն օրը մի քանի ժամվա տարբերությամբ խորհրդի նիստ են հրավիրել եւ այսօր էլ արդեն արտահերթ նիստի օրակարգ են բերել։ Այսօր ժամը 10:30-ին ես եւ խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանը մասնակցել ենք խորհրդի նիստում, ներկայացրել ենք, որ չի կարող նման կարևոր հարցը այսպիսի այլանդակ արագությամբ բերվի առանց պատշաճ քննարկման, որովհետև դիտորդական առաքելություն իրականացնողներին, հատկապես նրանք, ովքեր որ վերջին թիմ ընտրություններում անաչառ գնահատականներ են հնչեցրել, այս մարդկանց ընդհանրապես չեն ծանուցել, չեն քննարկել այս մարդկանց հետ, չի քննարկվել ընդդիմության հետ, չի քննարկվել հասարակական սեկտորի այն ներկայացուցիչների հետ, որոնք որ իշխանության սրտի ներկայացուցիչները չեն, որևէ մեկի հետ չի քննարկվել նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպիսին Վենետիկ, Ժմիկ համակարգն է, որն ինչպես գիտեք, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում է եւ բերել են այս նախագիծը։ Նախագիծը բովանդակային առումով կարող է մեկ նախադասությամբ բնութագրել որպես իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ։ Բացառում են եւ զրկելու են բոլոր այն անձանց, ովքեր որ դիտորդական առաքելության կարգավիճակ են ստացել, եթե որևէ կերպ նրանց գնահատականները, նրանց խոսքերը, նրանց մոտեցումները այս կամ այն քաղաքական ուժի քննադատություն է պարունակում, որը քարոզություն կամ հակաքարոզչության անվան տակ են իրենք ներկայացնում, կամ ֆինանսավորման աղբյուրի բացահայտման, որտեղ պահանջում է, որ դիտորդական առաքելությունը պետք է բացահայտի նաև ֆինանսական աղբյուրը։ Եվ եթե այդ ֆինանսական աղբյուրի մեջ լինի օրինակ որևէ ձևով հեռավոր կապ որևէ տեխնացուի կամ նրա հետ ասոցացվող անձի հետ, ապա զրկվում են այդ անձինք եւ կազմակերպությունները դիտորդական առաքելությունից։ Այո, նաեւ եթե կազմակերպությունն է հանդես գալիս, ապա կազմակերպությունը, եթե անձն է միայն այդպիսի, գնահատական հնչեցնում անձը։ Եվ այսպես շարունակ։ Որևէ կերպ, որևէ ձևով չեն կարող իշխանություններին ոչ հաճելի գնահատական հնչեցնել։ Հնչեցրեցին նույն պահին որակվում են որպես դիտորդական առաքելության սկզբունքներին հակասող գործողություն եւ զրկում են նրանց այդ կարգավիճակից։ Հակառակը որն է։ Եթե իշխանության համար հաճելի լինի, ով է գնահատողը։ Գնահատողը կենտրոնական տրական հանձնաժողովն է։ Ոչ, կենտրոնական տրական հանձնաժողովն է, իսկ կենտրոնական տրական հանձնաժողովը, ինչպես գիտեք, այսօր ամբողջությամբ իշխանության կարգավորման եւ վերահսկողության ներքո է։ Ավելին, չկա այս օրենքում նույնիսկ տված չափանիշներ։ Խնդիրը հենց նաև սրա մեջ է, այն մանրամասնությունների, թե ինչպես օրինակ կենտրոնական տրական հանձնաժողովը կարող է բնութագրել, որ այս կամ այն դիտորդական կազմակերպությունը ենթադրաբար ֆինանսավորվում է որևէ տեխնացուի կամ կուսակցության կամ ընդդիմադիր կամ ընդդիմախոս անձի ներգրավվածության ժամանակ։ Չկա որևէ չափանիշ։ Տրված են ընդամենը այս պահանջները եւ ասում եմ, եթե այդ պահանջները խախտում եք, որի գնահատողը կենտրոնական տրական հանձնաժողովն է, զրկվում եք դիտորդական առաքելությունից։ Անկամ նույնիսկ եթե ենթադրեմ, որ հրեշտակներ են նստած կենտրոնական տրական հանձնաժողովում, այս ձևակերպման ներքո անհնար է նույնիսկ, որ դու որևէ կերպ կարողանաս իշխանության օգտին իրականացնող դիտորդական առաքելությունը
կարողանա զրկելու հարց բարձրացնես այդ կազմակերպության համար։ Բերեմ օրինակ, հա, ասենք Իոնիսյանը, բոլորը հասկանում են, որ իր կազմակերպությունը, բոլորը գիտեն, անթակույց աջակցում է իշխանությանը։ Ինչքան էլ նա փորձի անաչառ երևա, այն կարևորագույն հարցերի վերաբերյալ բոլորը գիտեն, չէ, որ ուղիղ պաշտպանում է իշխանությանը, այսինքն գործող քաղաքական ուժի հանրային աջակցության պրոյեկտը։ Հիմա Իոնիսյանի կողմից, օրինակ, դիտորդական առաքելություն պետք է իրականացվի եւ ֆինանսավորման աղբյուր դի բացահայտի։ Այդ ֆինանսավորման աղբյուրի մեջ, օրինակ, ես դնեմ փոխանցում անեմ, ասեմ, ես շատ եմ կարևորում անաչառ դիտորդական առաքելությունը եւ գումար եմ ուղարկում այս կազմակերպությանը նվիրատվություն, որ ունենա այդ ռեսուրսը, ինքը կարողանա պատշաճ ապահովի դիտորդական առաքելություն։ Այդ դեպքում կենտրոնական տրական հանձնաժողովը, եթե վերցնեմ հրեշտակության կանխավարկածից, պետք է զրկի Իոնիսյանին դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից, կարգավիճակից, բայց չի զրկելու, որովհետև դա ըստ այս նույն մեծ ձևակերպումների այնպիսին է, որ տալիս է հնարավորություն կենտրոնական տրական հանձնաժողովին այնուամենայնիվ պատշաճ համոզվի, արդյոք Իոնիսյանը պաշտպանում է իշխանությանը, թե չի պաշտպանում։ Այսինքն խնդիրը միայն ֆինանսական, այսպես հոսքերն են լինելու։ Ոչ միայն հայտարարություններ, ֆինանսական հոսքեր, ամեն ինչ։ Ըստ էության ես հենց սկզբից ասեցի, հա, այս նախագծի նպատակը վերահսկելի դիտորդական առաքելություն իրականացնել եւ խորհրդի նիստում անթակույց չթաքցրեցին էլ դրա մասին եւ հրապարակային հայտարարեցին, որ վերջին թիմ ընտրություններում մենք տեսել ենք դիտորդական առաքելություններ, որոնք անաչառ չեն եղել եւ քննադատել են ընտրական գործընթացները իշխանություններին։ Հասկանում իրենք սա բերել են հենց այս դիտորդական առաքելությունների դեմ։ Այսինքն եթե դիտորդական առաքելությունը քննադատում է իշխանությանը, քննադատում է ընտրական գործընթացում կազմակերպման եւ այլ գործողությունները կամ որևէ տեխնացուի իշխանական, ապա այդ անձը զրկվելու է այդ կարգավիճակից։ Սա անընդունելի է, սա հակասում է նաև, ինչպես նշեցի, միջազգային պարտավորություններին, ինչպես գիտեք, Վենետիկի հանձնաժողովը դեռ ժամանակին ասել է, որ ընտրական օրենսդրության մեջ սկզբունքային կարևորագույն հարցերի մասով 1 տարուց շուտ չի խորհուրդ տրվում իրականացնել փոփոխություն։ Արուսակ Ջուլակյանը ելավ ներկայացրեց եւ ներկայացրեց ընդամենը 2-3 հարց այդ սկզբունքային մասեր, բայց սա Վենետիկի հանձնաժողովը օգտագործում է որպես օրինակներ, ոչ որպես սպառիչ ցանկ։ Դիտորդական առաքելությունների վստահված անձանց ընդհանրապես ընտրական գործընթացում այս բոլոր հարցերը համարում են սկզբունքային հարցեր եւ Վենետիկի հանձնաժողովի այս կարգավորումը վերաբերում է նաեւ հենց այս հարցին։ Ու ամենազարմանալին գիտեք որն է, որ այսքան իրանք խոսում են Եվրոպան էլ sense դոշով պաշտպանում է, չէ, ժողովրդավարական ընտրական գործընթացների եւ այլնի մասով։ Երբ որ հարցադրում ենք դնում, Ալեն Սիմոնյանը ասում է, մեզ չի հետաքրքրում թե Վենետիկի հանձնաժողովը ինչ կասի։ Երբ է դա ասել։ Այսօր առավոտյան խորհրդի նիստում եւ ասում է խորհուրդը մենք ենք որոշում։ Ձեր առաջարկությունն էլ ընդունելի չի մեզ համար։ Մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, ասում ենք, հիմա մի արեք սա։ Բերեք հանրային քննարկման, միջազգայինների նաև փորձագետների տեսակետները լսենք, բոլոր կողմերի տեսակետները լսենք, գանք ընդհանուր եզրակացության եւ առաջ տանենք։ Անկամ նույնիսկ եթե դուք ուզում եք 1 տարվա կանոնը խախտել, դա պետք է իրականացվի բոլորի հետ հնարավորինս մեծ լայն կոնսենսուսով, այսինքն շահագրգիռ բոլոր կողմերի հետ լայն կոնսենսուսով։ Նրանք մերժեցին եւ ցույց տվեցին, որ իրենց զորբայությունը նաեւ այստեղ սահմաններ չի ճանաչում։ Բռնապետի հրահանգը պետք է կատարել։ Այո, միանշանակ։ Ասեցի հնարավորինս բոլոր են դիտորդական առաքելություններից, ովքեր կբացահայտեն իշխանությունների այլանդակությունները, կլինի քաղաքական ուժի մակարդակով, թե տեխնացուների մակարդակով։ Մենք տեսանք, չէ, օրինակ,
թե Վաղարշապատի ընտրություններում, թե Գյումրիի ընտրություններում մի շարք դիտորդական առաքելություններ, ինչպիսի օբյեկտիվ գնահատականներ էին տալիս։ Ընտրական գործընթացների հետ կապված եւ այլն։ Հիմա այս մարտիկ ուզում են փակել նաեւ այս ճանապարհը, որպեսզի հետագայում ընտրակեղծիքներ իրականացնելու միջոցով ստանան նաեւ դրական դիտորդական առաքելությունների եզրակացություններ։ Եթե այդքան հրատապ էր, ինչու քարորիա բերեցին, մանավանդ որ քարորիան 1.5 օրում ավարտվեց։ Շատ պարզ, որովհետև այս նախագիծը իրանց դեմ են տվել, հրահանգել են, ասել են շատ արագ, սա պետք է անցկացնենք։ Շատ արագ։ Բոլորը նրանք բռնապետի ցանկությամբ հրահանգով եւ այն ՀԿ սեկտորի կողմից, ովքեր որ աջակցում են այսօրվա իշխանություններին։ Գաղտնիք չէ դա, հա? Ասենք օրինակ, երբ որ ասում ես, լավ ում հետ է քննարկել սա։ Նախ չեն ասում ում հետ, բայց կողքից ինֆորմացիա է գալիս, որ մի քանի ՀԿ-ների, որոնք որ ֆինանսավորում են ուղիղ հայտնի կենտրոնների կողմից եւ նաեւ գտնվում են բռնապետի ուղիղ հրահանգի եւ աջակցության ներքո։ Սա հերթական գնահատումն է մեր կողմից, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը հերն անիծել է ամեն ինչի եւ նույնիսկ այդ իրենց ժողովրդավարություն ասված այսպես արտահայտությունը ամեն օր ոտի տակ տալով առաջ է գնում։ Սա նաեւ պահանջում է հանրության մոբիլիզացիա։ Այո, իրենց հետ քննարկել են։ Այո, հենց ինքը այդ ասուլիսում ասաց այս մասին, որ այն դիտորդները ովքեր իրենց կարգով։ Այո, իրենց հետ քննարկել են։ Ավելին ես նաև առանձին զրույց եմ ունեցել նաև Վագն Օվակիմյանի հետ։ Ես իրեն այս հարցերը դրել եմ, ասել եմ, լսեք, դուք այդ ո՞նց պիտի գնահատեք։ Օրինակ, ֆինանսավորման բացահայտումը, որքանով է ազդում կամ չի ազդում այս կամ այն բանին, դիտորդական առաքելության անաչառության վրա։ Նա չունի պատասխան։ Ասում է դե քննարկենք այդ պահին։ Նրանք կզրկվեն, որոնք որ ակնհայտորեն եւ այլն։ Այսինքն, առանց չափանիշի դու ո՞նց ես գնահատում։ Եվ որպես կանոն այդ զրկումները տեղի են ունենալու իշխանությունների այլանդակությունները բարձրաձայնող դիտորդական առաքելությունների համար։ Այսինքն, եթե դուք նկատի ունեք, երբ որ ես ասեցի ոչ մեկի հետ չեն քննարկել, նկատի ունեք բա կենտրոնական կենտրոնական հանձնաժողով գտնվում է իշխանության վերահսկողության տակ։ Այդ մարդիկ ընտրել են այդ մարդկանց հենց դրա համար։ Այսինքն ավարտելով ամփոփելով խոսքս հետեւյալն է։ Մենք գործ ունենք այս պահին հստակ հերթական արշավանքի հետ, որը որ կազմակերպել է բռնապետը իր ընտրությունը, ճակերտավոր ընտրությունը լեգիտիմացնելու փորձի շրջանակներում։ Դրա համար մենք հրաժարվեցինք քննարկումից, որտեղ սա համարվում է ըստ էության ընտրական օրենսդրության ընդունման կանոնների խախտում, եթե ընդդիմությունը չի մասնակցում, ընդդիմությունը ներգրաված չի եղել փոփոխություններին, սա համարվում է էական թերություն այդ ընտրական գործընթացի մասով։ Սա նաև նախազգուշացում, որ նաև ապագայում էլ նման բաներ չլինեն եւ սա հնարավորինս արագ պետք է շտկվի։ Ինչպիսի գործողություններ հետագայում կլինեն, առաջիկայում մենք քննարկենք եւ լրացուցիչ կասենք։ Եկեք մի բան էլ տի ասեմ։ Մենք չենք կարող ասել, որտեղ այս մարդիկ տեսնում են որտեղ որ հնարավորինս իրենց քիմքին ոչ հաճելի միտք կարահնչի, արագ կազմակերպվում են, մոբիլիզացվում են եւ փոփոխությունը անում են։ Իդեպ ասեմ, նաեւ նախորդ փոփոխությունների շրջանակներում մեծամասնության կողմից իրականացված շատ լուրջ խնդիր է դրված նաեւ լրատվամիջոցների վրա։ Նույն պահանջների ներքո լրատվամիջոցները կարող են զրկվել հավատարմագրումից։ Անկամ օրինակ, եթե լրագրողը գնաց բացահայտեց, որ այս մեկ այլանդակություն է անում, կարող են որակել որպես լրագրողը զբաղված է հակաքարոզչությամբ, այո, ընտրական ընդ որում ոչ միայն քվեարկության ժամանակ, խոսքը գնում է ընթացքի։
այդ ժամանակ կզրկվեք նաև հավատարմագրումից։ Այսինքն մենք գործ ունենք տոտալ վերահսկողության հետ, փորձի հետ, ասենց ասեմ։ Ոչ, որևէ չափորոշիչ չկար, այդ բոլոր գնահատականները թողնված են կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Նորից եմ ասում, լրագրողների մասով ճիշտ է, ֆորմալ առումով ստեղ այսօրվա փոփոխություններում չկա, բայց այդ փոփոխությունները եղել են մինչև այս փոփոխությունները անցյալ տարվա 24 թվականի փոփոխություններն են, հիշում եք, որ այս ամբիոնից նաև հնչեցրել ենք տեսակետներ, 21 թվականի, 23 թվական եւ այլն։ Այսինքն մաքսիմալ ձևով այլանդակում են ընտրական ամբողջ գործընթացը եւ դարձնում են բացառապես իշխանական վերահսկողության ենթակա ընտրություններ, այսպես ասեմ, եւ միջազգայիններն էլ ամենայն հավանականությամբ լսում են ընդամենը քաղցր խոսքեր այս մարդկանց կողմից կամ ուզում են լսել այդպիսի խոսքեր եւ ձեն չեն անում, բայց մենք պետք է նաեւ այս հարցը բարձրաձայնենք եւ կոչ եմ անում նաեւ տեղական դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին ձեր բողոքի ձայնը բարձրացնել միջազգային հանրության առաջ, մենք պատրաստ ենք նաև մենք ինքնեցել ենք դիմելու եւ պատրաստ ենք այստեղ նույնպես համագործակցաբար աշխատել, որպեսզի իշխանության այս այլանդակությունները փորձենք զսպել։